Սիրելի հետևորդներ, ոնց որ այն կողմի վրա անպամած է մի քիչ, ու ծովն էլ մաքուր չի երևում, կապությունը մաքուր չի երևում։ Այսօր եղանակը մի քիչ խառն է եւ արև եւ անպամած։ Այսօր նավակ չկա։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելի հետևորդներ, ինչպես գիտեք, ամեն առավոտ բոլորս էլ սուրճով սկսում ենք առավոտյան, մարդկա իրիկունն էլ ասող չխմում, դες մի անգամ, երկու անգամ շատ խմեմ, սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ օրհնյալ օր լինի, օրհնյալ երգ կլսենք, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս ընտանիքներում, բոլորիս հետ մեր գործերի մեջ, ինչ ասեմ, լավ լինեք բոլորը, բայց չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել զանգակ կոճակը, լայքել, սիրելի հետևորդներ ջան, բոլորից շատ սիրում եմ, դե լսենք հոգևոր երգ եւ սուրճ տնենք, դուք էլ սուրճ տրեք, որ միասին խմենք։
Լավ երկեր չէ։ Սեր հետևորդներ ջան, գնանք մեր սիրուն բալկոնում, մեր սուրճը խմենք, վայելենք մաքուր օդը, ծովի շունչը, պատկերացրեք, որ բալկոնում են նստած այդ ծովի շունչը զգում ես։ Գնացինք սիրելիներս։ Ամեցին մեր սուրճը, ես մեր բալկոնում, դուք ձեր տունը կամ բալկոնում, որտեղ որ հաճելի եք զգում, այդտեղ էլ խմում եք ձեր սուրճը։ Ձեր հետևորդներ ջան։ Երկրորդ օրն է, որ բաժակս փոխել եմ, դեսեք սիրուն բաժակը։ Մադոննան նկարած։ Նանայի այս բանով։ Մադոննան նկարած, տատին էլ կանչում, որ տատին հալսեն, ոչի բա չեն կարանում։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, հիշեցնեմ, որ չմոռանաք լայքել, ձայնը դեցկե խանգարում է, լայքել, սեղմի զանգակ կոճակը, լայքել, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ խոսքերի համար, մեկնաբանությունների համար, սրտիկների համար, բոլորից շատ սիրում եմ սիրելի հետևորդներ ջան, դե կշարունակենք տեսնենք այսօր ինչ ենք անելու, տատիկին ենք կերակրելու, ինչ եմ անում և կնկարահանենք նորից։ Ստեսին ձեզ։ Հետևորդներ, տատին մակարոն ա ուզել, երեկ ուզեց, բանի երկար էի խաշել, ինքը կտրտած ա ուզել, հիմա կտրտել է, կտրտած է տան։ Ջրին ճախ գցել, հետո աղի կարիք չլինի։ Շտակը ցածրացնում ենք։ Ցածր թող եփի, ուրեմն սիրելի հետևորդներ, եմիստա եմ սարքելու ջեռոցում, այսա բանը կբերի, կանաչ պղպեղը կբերի, բայց ինչի մեջ եմ սարքելու չգիտեմ, հենց բան չունեմ, մեկ շատ որ քիչ եմ, իրակ ինչ որ բերել են, են էլ լցնելու եմ, ուրեմն երկար բրինձը ես կլորով եմ անում, կասեմ կլորեր կբերեն, բրինձը, միսը, մատ համեմու կա, չեմ էլ կարողանում կարդալ մեսիջա, չգիտեմ ինչա, բայց լավ համ ունի, էդի եմ լցրել, մի քիչ կլցնեմ սև պղպեղ, իրանք սև չեն ուզում, բայց ես կլցնեմ, մի քիչ կլցնեմ, կարմիր պղպեղը բերել են, խոշին էլի, կարմիր բիբարը մեր լեզվով ասած, մի քիչ էլ բիբարը կլցնեմ, սոխը կլցնեմ, սոխը կարող մեսա կլցնեմ, միքսերով կամ ստացում էլ չդնել կտրեմ, աղ կլցնեմ, եկել եմ Ռեգանի աշխարհը, ուր
ուրիշ համեմ որ չգցեմ ես ռեգանին հերիքա։ Տեսե հիմա բանն էլ սոխտել միքսեր անեմ։ Սելի հետևորդն էլ մի քիչ մահադանուսը տրտում։ Մեկ էլ ստեղ բերել են մեր բաննա, այն որ չայ ենք եփում է, իրանք մտիսեր է տանում դիոզմո են ասում, իսկ մեր մոտ սա ոնց որ նանանա կոչվում, որ անուշահոտ թեյ եք պատրաստում։ Ես լավ հոտ ա գալիս, հիմա այս էլ իրանք ուզում են, իրանք գցում են մեջը, ես քիչ եմ գցում, որովհետև իրան հոտը շատ սուր է, դրա համար քիչ եմ կտրտում ես։ Իրանց ուզածով եմ անում, ոնց որ բարձե որ ասում սեր պղպեղ բան մի քցի ես քցել եմ, ուզեմ հետ ուզեմ։ Ես մի քցի, այն մի քցի բայր որ ավելացնես, որ համով լինի։ Շատ համեմունքներ կա, ես գիտեմ, դե որ ես չեմ առևտուրը անում, իրանք են անում, ես չեմ կարա իրանց ասեմ, որ ես բերեք եմ բերեք։ Իրանք դա են օգտագործել, էդ էլ կլցնեմ։ Հիմա կացրել ենք սև պղպեղը, կարմիր պղպեղը, ռեգանին, սոխը, բրինձը, աղը դրել եմ, պետք կլի նորից կդնեմ, կանաչին էլ լցրեցինք, էլ բան չի պակասում։ Հիմա հատել ես տոմատն եմ լցնում, զեյթունի ձեթն եմ լցնում, ես էլ հետևորդներ ձեռնոցով եմ խառնելու, ձեռքի խառնածը ավելի լավ ա լինում։ Հետո նորից գթալով կանցել, բայց ձեռքով ամբողջը լավ խառնվում ա իրար։ Սև ձեռնոցա դե բայց ոչինչ։ Նույնը նայել է սևն էլ նեգեսիմ որ լինի։ Նա մի քիչ էլ ջուր եմ ավելացրել, որ ասենք սոխը միքսեր եմ արել, լվացել եմ, ավելացրել, դեմա եթե պետք լինի էլի ավելացնել, եթե պետք չի, չեմ ավելացնում, դե բրինձն էլ ա լվացած եղել, նախարնեղ դենակ լավ էլ հավասար բրինձը լցրել եմ, ոնց որ կեսը միսը լինի, կեսը այդա խաղնվի։ Ջուր պետք չի, որովհետև ջուրը նորմալ է, իրան փափկությունը նորմալ է, ուրիշները ձուել են ավելացնում, բայց ես կարիք չեմ զգում, որ ձու ավելացնեմ։ Մի քիչ թողում, մի կես ժամ թողնենք համենվի, իրան համերը լրիվ ստանանք, բայց մի հատ պետք է այսից մի փուճուր համտես անեմ, ոչ թե ուտեմ, այլ լեզուս դնեմ վրան, տենամ աղը ոնց է։ Ալանիաս, նահաց իրանք ալանի են սիրում, բայց մի քիչ ես աղ ավելացնեմ, որտև պղպեղն էլ ա աղ սիրում։ Նատեր խառնենք, որ ես աղը խառնվի իրան։ Պետք է ասեմ աղել դերեն են մանր աղից, սի խոշոր այս աղը։ Ես դենեմ սառնարանը,
Ուրեմն հարգելիներիս ձեռքիս տակ ունեմ աղբեղ, որը մաքրած, լվացած, լոլիկը մաքրած, մեջը հանած և ունենք փոքրիկ դթմիկներ, որ պետք է լցոնանք, եթե տեղ եղավ, ասենք քիչ եղավ, կարող եմ կարտոֆիլ մաքրել, լցնել արանքները, հիմա կամաց լցոնում ենք, միսը լցոնում ենք, երկու թեյի գթալ եմ լցրեցի, իրաց հունական ոնց ասեմ, ամենալավ ուտեստն է իրենց։ Շատ չեմ լցնում, մի քիչ էլ թույլ եմ լցնում, որ ինքը եփի ու շատանալու է։ Ու շարում ենք։ Երկու թեյի գթալ ընդամենը։ Լոլիկն եմ լցնում, դες շատ չզբաղեցնեմ, բոլորդ էլ իս թվում է պատրաստել եք, Հայաստանում էլ ենք պատրաստում ու գիտեք, բայց Հայաստանում շատ նախատեսված չի։ Այս էլ լոլիկ։ Այս էլ մեր դթմիկը մեջերը հանել եմ, այս էլ եմ դնում։ Ճիշտ է, աղբեղը և լոլիկը կանգնած վիճակում ենք դնելու, իսկ սա պարկեցրած վիճակում, որ ասենք իրան այդ բանը դուրս չգա էլի։ Մեջ չնայած հյութը դուրս է գալի, բայց դե ասենց այս ձևի ենք դնելու։ Սիրելի հետևորդներ ջան, վերջացնելուց հետո նորից կհանդիպ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այս պատրաստ է։ Հիմա կդնենք եփելու, մի քիչ ջուր եմ տակը ավելացնում։ Չնայած ինքը ջուր է հանելու, բայց մի քիչ ավելացրեց։ Հետո ավելացնում եմ մի քիչ բուսական յուղ, սենց, այսինքն բացելու եմ, մեկ ավելացնեմ։ Բերենք, ասենք բոլորին պետք է ավելացնեմ, որ համով լինի։ Այստեղ ավելացրել ենք, հա մնաց լոլիկին ավելացնենք։ Այդտեղ տենց։ Սիրելի հետևորդներ ջան, ամենակարևորը որ մոռացել եմ, պետք է այս կանաչ պղպեղների կողքը սենց մի հատ երկու կողմից ծակեի, որ եփվեր։ Ոչինչ լցրել եմ, բայց էլի կծակեմ հնարավորինս։ Այսինքն պետք է ծակել։ Շուտ տանք այս մի կողմից էլ ծակենք։ Լոլիկը պետք չի ծակել և բանը կարանք, այս էլ կարանք մի քիչ ծակել, դթմիկը, այս մի երեսից եմ ծակում, պետք չի տենց։ Այս էլ այսպես։ Դե հիմա ուղարկում ենք եփվելու, հետո նորից կմիանանք։ Հետևորդներ ջան, մի հատ էլ սենց ծածկում ենք ալյումինաքարթով ու դնում ենք, որ չվառվի, հետո նորից կբացենք, որ եփվի։ Կարող է որ ասենք թեժա, երեսը վառի, բայց մեջը չեփվի, որպեսզի մեջը եփվի, մի հատ սենց ծածկում։ Սիրելի հետևորդներ, մակարոնի մեջ մոռացել էի, որ մի քիչ ձեթ ավելացնեմ։ Երիքա, տեսնենք եփելա, թե չէ։ Ինձ ասում է, որ շատ եփի, շատ։
Հա, մի քիչ էլ եփի, նորմալ է։ Սա այսպես։ Հիմա սոխն էլ կտարտենք, թե միքսեր անեմ։ Երևի միքսեր անեմ։ Սիրելի հետևորդներ, դե ասեցի չէ, որ եմիստա եմ սարքելու, իրանք շատ հիմա իջացում։ Հետևորդներ, մեր եմիստան պատրաստ է, ասեմ, որ շատ էլ համեղ է ստացվել, համտեսել ենք, շատ համեղ է ստացվել։